Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը մնալու է նույնը 75,000 դրամ, շուրջ 7,000 դրամով ավելի պակաս, քան այս տարվա կեսին գրանցված նվազագույն սպառողական զամբյուղի արժեք։ Նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40%-ը։ Այդպես էր 2021 թվականին, այդ հարաբերակցությունը 47% էր։ Իսկ այս իշխանությունը խոստանում էր, որ ել ավելի է լավացնելու աշխատող աղքատների վիճակը, աշխատանքից սոցիալական նպաստից դեպի աշխատանք եւ այլ խոստումներով։ Իսկ հիմա այս տարվա կեսին այդ հարաբերակցությունը 35% է, այսինքն նվազագույն շեմից 5%-ային կետով պակաս։ Այս ընթացքում երկու անգամ էլ մերժել է մեր օրենսդրական առաջարկը նվազագույն աշխատավարձն ինդեքսավորելու վերաբերյալ, այսինքն գների աճին համապատասխան բարձրացնելու վերաբերյալ։ Հետևաբար ակնհայտ է, ինչքան էլ խոսեն, առնվազն նախորդ 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն, որի հետևանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի եւ շոշափելի վատացել է։